Ծառուկյանի 11 տոհմական ձիերի ու 1 պոնիի ճակատագիրը անորոշ է։ ԲՀԿ առաջնորդի փաստաբանները պնդում են իրենց ձեռքի տակ է քննչական կոմիտեի Կոտայքի քննիչի հուլիսի 10-ի որոշումը ձիերի առգրավման վերաբերյալ։ Այսօր առավոտից սպասում էին։ Փաստացի ստացվում է այնպես, որ դեռևս առգրավումը չի իրականացվում եւ տեղեկություն չունենք, թե ինչն է պատճառը, որ առգրավումը չի իրականացվում։ Ծառուկյանի փաստաբաններից Հովհաննես Վարդանյանի պնդմամբ քննիչները դեռ 5 օր առաջ էին եկել ձիերի տեղափոխումը կազմակերպելու, բայց տեխնիկական հարցեր առաջացան, հետաձգեցին, 3 էլ չեկան։ Մենք արդեն դատավարական ընթացակարգերով քննիչի կողմից կայացված որոշումը բողոքարկում ենք, քանի որ փաստացի իրանք հանդիսանում են ընտանի կենդանիներ եւ որպես այդպիսին չեն կարող հանդիսանալ որևէ քրեական վարույթի առարկա։ Ծառուկյանի իրավաբանական թիմում այն կարծիքին են, որ քննիչները ընդունել են իրենց առարկությունները, որ ձիերը ընտանի կենդանիներ են, մարդ կարող է ունենալ դրանցից իր տան տարածքում։ Պատկերացրեք, մի բան, որ օրինակ ձիու հետ կով լինի, կովն էլ պետք է տանեն։ Առյուծներին, վագրերին, կոկորդիլոսներին ու կարապներին տեղահանելուց հետո արդյոք հերթը ընտանի կենդանիներին է հասել։ Փաստաբանները սա աբսուրդ են համարում, իսկ քննչական կոմիտեից հերքում են այս ամենը, պնդում ձիերի տեղափոխման վերաբերյալ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ Իսկ ինչ էին անում քննիչները 4 օր առաջ։ Ընդամենն իրականացվել է ձիերի զննություն, հայտնեցին քննչականից։ Ինչու են զննվել դրանք, եթե ոչ իրեղեն ապացույց են, ոչ էլ առգրավման ենթակա։ Այս հարցին քննչականից չեն պատասխանում, չեն արձագանքում Ծառուկյանի փաստաբանի պնդմանը, որ իրենց ձեռքի տակ է ձիերի առգրավման վերաբերյալ քննիչի որոշումը։ Ծառուկյանի կենդանաբանական այգում այժմ մնացել են միայն այս սմբակավորները ու մի քանի տնային թռչուններ։ Ձիեր, ձկներ, սագեր, մի քանի տեսակի տարբեր թռչուններ, որոնք ապրում են ազատ պայմաններում։ Փասյան թռնում են ստեղ, թռնում են Էնյուս տամբակ, հետ են գալիս տեղ։ Փաստաբանները վայրի կենդանիների տեղափոխությունն էլ համարում են խայտառակություն, չեն ընդունում, որ Ծառուկյանի գազանանոցը ապօրինի էր։ Այդ կենդանիները այնպես չի, որ իրենց ոտով սահման ապօրինի հատել եկել են։ Այդ կենդանիները օրինական ճանապարհներով, մաքսային մարմիններում ձևակերպում ստանալով եկել են մաքսաձեռծում կատարվել, չգիտեմ, մաքսային կամ մաքսաձեռծում չի, մաքսային ձևակերպումներ են կատարվել, ներմուծվել են օրինական։ Այդ ժամանակ որևէ մեկի մոտ հարց չի առաջացել, բայց կենդանիները ուր են գնում, ինչ են անում։ Որևէ հարց չի ծագել նաև այն ժամանակ, երբ Ծառուկյանն իր վագրերի, առյուծների հարազատներին նվիրում էր Երևանի կենդանաբանական այգուն։ Ըստ փաստաբանների գիշատիչներին հիշեցին միայն այն ժամանակ, երբ Ծառուկյանին գետնին պարկեցնելու քաղաքական հրահանգ եղավ։ Ապօրինի որսի դեպքով քրեական գործի մասին էր հայտնել քննչական կոմիտեն, իսկ քաղաքապետարանի բնապահպանական վարչության պետը թույլտվության բացակայության մասին։ Ներկայացվել է դիմում, որպեսզի եւ ցանկով կենդանիները ներկայացվել իրենց համար անազատ, կիսաազատ կենդանիների պահման այս կարգով հատուկ թույլտվություն ստանալու համար, այնուհետև թույլտվությունը չի ստացվել եւ եթե չեմ սխալվում, տեսչական մարմնի մեր գործընկերները այս հիմքով դիմել են քննչական մարմնի եւ կա հարուցված գործ։ Այսինքն այս կենդանիները նաեւ այդ գործի շրջանակներում են միգուցե առգրավվել։ Որ թույլտվություն չի եղել, Ծառուկյանի փաստաբանը հաստատում է, բայց հարցադրումով, եթե մի փաստաթուղթ էր պակաս, ինչու չեն ասել ու փոխարեն ձգձգել են այդ թույլտվությունները։ Անհասկանալի է իրավիճակը նաև խրտվիլակների առումով։ Իրավապահների տարածած տեսանյութում տեսնում ենք, որ մի քանիսին գրկած հանում են։ Քննչականի հաղորդագրությունում կարդում ենք. ԳԾ-ի տնից 190 հատ խրտվիլակ է առգրավվել, բայց պարզվում է դրանք տեղում են, բացի այն մի քանիսից։ Անձինք հասկացան, որ այդ սենյակից այդ խրտվիլակները հանելը հղիա հետևանքով, այսինքն դրանք փչանալու են, որովհետև այդ սենյակը հատուկ պատրաստված է, այնտեղ հատուկ ջերմաստիճան կա, խոնավություն կա, հատուկ դեղորայքով մշակվում են այդ խրտվիլակները։ Հենց այնպես չի, որ այդտեղ պատին կպցրած են դրանք։ Իդեպ բնապահպանության նախարարությունը մի մասնագիտական հատուկ հանձնաժողով է կազմել, որ պիտի գնա Ծառուկյանի առանձնատան տարածք, տեղում ուսումնասիրի վիճակն ու որոշումներ կայացնի։ Ծառուկյանի կենդանիների մեծ մասն արդեն տեղահանվել են, իսկ հանձնաժողովականների այցը այդպես էլ չի կայանում։ Այսօր պետք է գնանք, բայց այսօր էլ հետաձգվա։ Սպասում եք նախարարությունն է զբաղվում դրանով։ Եթե մասնագիտական հետաքրքրությունն այս գործընթացի հանդեպ ավելի վաղ դրսևորվեր, գուցեև քնից կարթնանար մայր առյուծը, նա տեղափոխության ընթացքում անկեց։ Մյուս գիշատիչները տեղում են, լավ են, վստահեցրեց կենդանաբանական այգու փոխտնօրենը։
Նորմալ, ոչ մի խնդիր չկա, նորմալ են, նորմալ ուտում են, իրենց լավ են զգում։ Կերի խնդիր առայժմ չկա, պնդում է Աշոտ Ասլանյանը, բայց որպես իր եղենապացույցներ այգի եկած գիշատիչները մսակեր են։ Կենդանաբանական այգու հաստատված բյուջեով նրանց կերակրելը հեշտ չէ։ Կառավարությունը պետք է լրացուցիչ ավելացում տա, որ այդ կենդաններին պահենք։ Ծառուկյանի դեմ սկսված իրավական գործընթացը գիշատիչներից բացի կարող է տարածվել դեպի Հատիսի լանջեր։ Հիսուսի արձանի շինարարությունը դեռ կանգ չի առել, բայց ԲՀԿ առաջնորդի թիմից տագնապ են փոխանցում։ Երեսպատման սալիկներ մատակարարող կազմակերպությունը նույնպես կապարակնքված է։ Չի բացառվում, որ շինարարությունը նույնպես քնի։